Հայության համախմբման գաղափարը որպես նպատակ երիտասարդական շարժման խթանումը գործունեության հիմք, բազե 2010 երիտասարդական համահայկական հավաքը ու նրա մասնակից 300 երիտասարդներն արդեն հասցրել են այս մի քանի օրերի ընթացքում բարեկամական ու մրցակցային մթնոլորտ ստեղծել Ջամբարում։ Մեր օրերն այստեղ անցնում են բազմաբովանդակ ու հետաքրքիր լի մշակութային ինտելեկտուալ մրցույթներով, ասում են բազեականները։ 20-ամյա Հասմիկ Ափյանին օրինակ առավել դուր են գալիս սպորտային միջոցառումները, վոլեյբոլի սիրահար է ու արդեն հասցրել է այս ընթացքում նոր ծանոթություններ ձեռք բերել։ Մենք արդեն 3 օր է ինչ բազեում ենք ու առօրյան այստեղ անցնում է շատ հետաքրքիր ու բովանդակալից։ Ամեն մեկ իր ճակատի համար մեծ եռանդով, մեծ նվիրումով պայքարում է ունեցանում որ հաղթի։ Բոլորին մաղթում եմ հաղթանակ, ինչպես նաև արդար պայքար, թող հաղթի ուժեղագույնը։ Բազե 2010 հավաքի կազմակերպիչ ու այն անցկացնող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները միաձայն փաստում են։ Այն նպատակները, որ բազեն դրել էր իր առջև, իրականացնում է անվերապահորեն։ Շատ բարի մթնոլորտ է։ Կոչերը նույնիսկ եթե լսեք, ողջունները, որ մեկը մյուսին է ողջունում, այլ ոչ թե կոչում է, որ ինքը հաղթում է, մյուս նմանատիպ բաներ, որը շատ ողջունելի է։ Այստեղ իրականում կուսակցական որևէ խնդիր, քաղաքական որևէ խնդիր չի լուծվում, այստեղ առողջ մրցակցություն է, արդար խաղի կանոններ, այստեղ հավաքվածները իրականում արդար խաղի կողմնակիցներ են, հայ մարդու գծերը իրենց մեջ կրող երիտասարդներ, որոնք ունեն երազանքներ, իրենց երազանքները նպատակ դարձնելով գնում են դեպի առաջ։ Միջոցառումը գտնվում է Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում եւ դրան ուշադրության կենտրոնում գտնվելը ոչ միայն մեծ պատիվ է մեր համար, այլ պարտավորություն։ Հագեցած օրվա ավարտին բազեականներին ողջունելու էր եկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա զրուցել է երիտասարդների հետ բանակային կյանքի մանրամասների, զինված ուժերի մարտունակության եւ համակարգում մշտապես կատարվող բարեփոխումների մասին։ Երիտասարդների հետ ցանկացած հանդիպում խոսում է նրա մասին, որ մենք ձեր մեջ տեսնում ենք մեր ապագա ղեկավարների եւ նաեւ ես տեսնում եմ նաեւ ապագա պաշտպանության նախարարի, ինչու՞ չէ նաեւ այն մարդկանց, որոնք որ ապահովելու են մեր հայ ժողովրդի զարգացումը, հայ ժողովրդի առաջընթացը։ Երիտասարդները Սեյրան Օհանյանին նվիրեցին խորհրդանշական բազե, իսկ նախարարը նրանց իր 21-րդ դարի բանակը հեղինակային գիրքը։